լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Հայաստանի վարչապետը հունից դուրս է եկել լրագրողի հարցի պատճառով։ Մեր գործընկերը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչու իր նկատմամբ խուլիգանություն կատարած վարչապետի աջակիցները ազատության մեջ են, իսկ Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա աղոթքի եկած դպրոցահասակ տղան ժամերի ընթացքում ձերբակալվել, ապա երկամսյա կալանք է ստացել։ Երկու քրեական գործ կա, որով ես տուժող եմ, ձեր աջակիցները հարձակվել են իմ վրա, օրինակ վերջին դեպքը եղել է Մայրաթոռի բակում, հարվածել են, ես տուժող եմ, բայց այն անձով տեսախցիկի առաջ ուղիղ եթերում հարվածելա, այդպես էլ չի հայտնաբերվում, մեղադրյալ չկա։ Երևանի ավականու ընտրությունների ժամանակահատվածում ինձ հարվածել են դրոշի կոթով էլի ձեր աջակիցները, իմ օպերատորին շշով, բայց էլի մեղադրյալներ չկան։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է նա իմ կներեք Սիրելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ ես Դպրոցահասակ տղային կալանավորած դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին հարցին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել։ Նրան հիշեցրել են, որ ընդդիմադիր տարիներին վարչապետը այդ դատավորին անվանել էր տխրահռչակ։ Այլ մեկնաբանություն չունեմ, դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արդարացրել է 12-րդ դասարանի աշակերտին հարվածելու իր թիկնապայի գործողությունը։ Նա նկատել է, որ անհրաժեշտության դեպքում իր թիկնազորը կարող է նաև զենք կիրառել։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրության գործելն է։ Պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը Գայանե Մինասյանը դիմել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարին երաշխավորության խնդրանքով։ Facebook-յան իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Երիտասարդի մայրը մասնավորապես նշել է, որ չնայած առողջական խնդիրներին իր որդուն տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Նամակին կից նա նաև ուղարկել է որդու գերազանցության վկայականը, որը 2023 թվականին անձամբ նախարարն է շնորհել Դավիթին։ Կառավարությունում թեմային անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ում գնահատականով գործը պետք է քննվի օբյեկտիվորեն, հաշվի առնելով երկու կողմերի գործողությունները։ Տղայի առողջական խնդիրներով այդ վիճակում կալանավայր տեղափոխելու վերաբերյալ պաշտպանը նշել է. չի կարող ասել, դա կալանքի հետ համատեղելի է, թե ոչ։ Այս պահին նաև իմ հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, անձի հետ արդեն իսկ տեսակցել են։ Մենք այո, շուտով նաև մի փոքր հրապարակային տեղեկատվություն կտանք։ 18-ամյա Դավիթ Մինասյանը 3 կալանավորվել է 2 ամսով։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել բժշկական կենտրոն։ Հաջողված է համարել Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ երեկվա բանակցությունները։ Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո Դաշնության փոխվարչապետի աղմկոտ հայտարարությունները Հայաստանի կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը սպառնալից չի համարում։ Ես այդ հայտարարությունների մեջ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում եւ մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները։ Ես էլ եմ ասում, այդ համարվում եմ շատ հաջողված։ Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Եռաբլուր զինվորական Պանթեոն են այցելել Արցախի ղեկավարությունը, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ։
Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պառակտող խոսույթ է որակել Նիկոլ Փաշինյանի վերջերս արած արտահայտությունները, մեջբերում Արցախից ճողոպրողների մասին։ Եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Շահրամանյանը նշել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանը։ Բոլոր հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Нам представляется... Ռուսաստանը ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես թշնամական դաշինքի, հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ համար թշնամական դաշինք է։ Այն մի դաշինք է, որը մեզ համարում է իր թշնամին եւ ձեռնարկում է թշնամական բնույթի համապատասխան գործողություններ։ Минимизация негативных последствий этой войны. Կրեմլի խոսնակն այդպես է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությանը։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ԱՄՆ-ն պարզապես միջնորդ պետություն է այդ հարցում եւ այժմ զբաղված է։ Մենք ունենք մեր ինքնուրույն գործընթացները ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններում, ասել է Պեսկովը, նշելով, որ իրենք շարունակելու են այն։ Հեզբոլլահը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վերին եւ արևմտյան Գալիլեայի բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական տվյալի, լիբանանյան խմբավորումը արձակել է ավելի քան 70 հրթիռ։ Հարավային Լիբանանի տարածքում ընթանում են թեժ մարտեր իսրայելական հատուկ ստորաբաժանումների դեմ։ Հեզբոլլահը հայտարարել է, որ դիմակայության ընթացքում հաջողվել է խոցել թշնամու 4 Մերկավա տանկ։ Այնաթ քաղաքի երկնքում էլ կործանվել է իսրայելական Hermes 450 տիպի անօդաչու թռչող սարք։ Իրանն այլևս չի հանդուրժի պատերազմի, բանակցությունների եւ հրադադարի կրկնվող արատավոր շրջանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային, արձագանքելով Թրամփի հայտարարությանը։ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանին 2-3 շաբաթ ժամանակ էր տվել համաձայնության գալու համար։ Բաղային ընթացիկ հակամարտությունը որակել է որպես աղետալի հետևանքներ ունեցող իրադարձություն ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նա շեշտել է, որ Թեհրանը կշարունակի հակահարված տալ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն դադարեցնում իրենց հարձակումները։ Բաղային նշել է, որ Պարսից ծոցի երկրները Իրանի թշնամիները չեն, սակայն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շահագործում են այդ պետությունների տարածքները Իրանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց վերջին հայտարարությունները։ Նա շեշտել է, որ Թրամփի խոսքերը ոչ նրբանկատ են, ոչ էլ համապատասխանում են ստեղծված իրավիճակի լրջությանը։ Ես չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ։ Մենք խոսում ենք չափազանց լուրջ թեմաների, պատերազմի եւ մարտի դաշտում գտնվող մարդկանց մասին։ Հետևաբար նման արտահայտությունները պատասխանի արժանի չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում հեգնանքով էր խոսել Մակրոնի մասին։ Ես զանգահարեցի Ֆրանսիա, Մակրոնին, նրա կինը չափազանց վատ է վարվում նրա հետ։ Նա դեռ ուշքի է գալիս աջ ծնոտին ստացած հարվածից։ Թրամփն այս հայտարարություններն արել է ՆԱՏՕ-ի արդյունավետության մասին խոսելիս։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն խավարի մեջ է հայտնվել։ Էներգետիկ ճգնաժամի պատճառով իշխանությունները կրճատել են ձեռնարկությունների, խանութների եւ կինոթատրոնների աշխատանքային ժամերը։ Հաստատությունները որոշ ժամանակով կգործեն մինչև երեկոյան ժամը 21-ը։